Մենք հրաշալի տրամադրությամբ շարունակում ենք Բարև երկիրը, սիրելիներ, մեզ մոտ տաղավարում է մեր լավ ընկերը, բառի իսկական իմաստով, ով եկել է մեր տաղավար, որպեսզի շատ հարցերի պատասխաններ տա, բայց պատասխանի շատ կյանքային, շատ իսկական, որովհետև նա մեզ համար համենայն դեպս եզակի ու լավագույն հոգեբաններից է աշխարհին, եթե ոչ լավագույնը։ Այս տարի, այո, այնքան հետաքրքիր է անկախ հարցազրույցի բովանդակությունից, էությունից, հարցերից, երբ մարդ գալիս է տաղավար մեր հյուրը եւ մեր տրամադրությունը բարձրանում է, այդ էներգիաներով փոխանակվում ենք, արդեն կարող ենք ասել եւ թողարկումը եւ մեր օրը սկսված է։ Բարի լույս Անի ջան, կրկին բարի գալուց։ Պաշտոնապես հիմա ներկայացնենք մեզ մոտ է տաղավարում ընտանեկան հոգեբան Անի Բարսեղյանը։ Անջան, միանգամից ուզում եմ շնորհավորել նախ միամսյակը։ Շնորհակալ եմ։ Մինչև կխոսենք այն կարևոր թեմայից, որի շուրջ կծավալենք մեր հարցազրույցը, շատ կարևոր եւ պաշտոնական մի հարց ունի քեզ տալու Ձյաննա Պողոսյանը։ Ինչու՞ հենց։ Անի ջան, այսօր խոսում էինք, թե ըստ նախընտրած ուտեստների ինչպիսի բնավորություն ունեն մարդիկ, կին թե տղամարդ նշանակություն չունի։ Եվ մենք մեր նախասիրություններն ասացինք, որոշների հետ համաձայն ենք, որոշների հետ ոչ։ Հիմա հետաքրքիր է Անին, ինչ է սիրում ուտել։ Քաղցր, կծու, թթու, մսամթեր։ Ես շատ եմ սիրում ուտել միս եւ բանջարեղեն։ Այդ երկուսի միքսը իմ համար իդեալական է։ Այո, բանջարեղեն։ Խնդրում եմ, ասա։ Միս ու մսամթերք նախընտրող մարդիկ իրենց տեսակով առաջնորդ են։ Կարողանում են հստակ ձևակերպել իրենց մտքերը, ծրագրերը եւ ցանկությունները ու ամեն գնով հասնում են նպատակակետին։ Ինչ որ չափով համապատասխան։ Շատ։ Ես կարծում եմ, որ այո, եւ զուգահեռ առանձին բանջարեղեն չեն, այնտեղ կան բուսակերներ, որոնք խաղաղասեր են, հավասարակշռված են։ Բայց այո, կրկին կարողանում են իրենց միշտ կարծիքին լինել, երբեմն կամակոր են այդ խաղաղասիրության հետ զուգահեռ համաձայն ենք։ Կարծում եմ այո, շատ հետաքրքիր հոգեախտորոշիչ Այդպես։ Մենք եթե համեմատենք անցյալ շաբաթվա մեր հետաքրքիր համեմատությունների հետ կապված կնոջ ու ծաղկի միջև, այս դեպքում միանշանակ համընկել է եւ ես իմ շրջապատում կան հստակ մարդիկ անուն առանուն ես կարողացա նրանց համեմատել նշված հատկանիշների հետ։ Սա շատ ճիշտ էր։ Վերադառնանք եւ պետք է ասել անջան, որ ամենայն դեպս ինչ ծաղիկ էլ որ նախընտրեն կանայք կամ տղամարդիկ, ինչու ոչ։ Ինչ ուտելիք էլ մթերքեր որ նախընտրեն մարդիկ, միևնույն է յուրաքանչյուր բանի մեջ պետք է ներդնենք սեր։ Այսօր առաջարկում ենք խոսել սիրուց։ Հասկանանք դա ինչ քիմիա է, արդյոք Մենդելեևի աղյուսակում կա մի բանաձև, էլեմենտ, որը բնորոշում է սերի վերջո, հասկանանք այդ սերը ամենազոր է թե ոչ, հասկանանք ինչպես են սիրահարվում մարդիկ։ Սկզբից գանք։ Արի գանք սկզբից, որ սերը այնքան անսահման է, դեռ չեմ հասկանում սիրո սկիզբը որ։ Սկզբից գանք եւ փուլարփուր, հանդիպում, համակրանք, սիրահարվածություն, սեր, դե եթե աստիճանաբար այսպես փուլերը բազմացնենք, զարգացնենք, մեզ օրը եւ կյանքը չի բավականացնի, բայց ամենասկզբի փուլերն են հետաքրքիր։ Հանդիպում են աղջիկը եւ տղան։ Ինչպես է ստացվում, թե տղայի կողմից, թե աղջիկա, որ ներքին եւ արտաքին ինչպիսի գրավչություններ են այստեղ գործի դրվում, որ զգում են իրենց համար են ստեղծված։ Դա ինչ թրթիռ է։ Այո։ Դուք ինձ օգտագործեք քիմիա բառը, մի քիչ կարելի է խոսել, ինչու ոչ այդ մասին, ինչ ենք հասկանում քիմիա ասելով։ Սովորաբար հենց այդ քիմիան նյարդաբանական, ֆիզիոլոգիական, հորմոնալ հենց գործընթացների համադրություն է, որը մարդու մոտ առաջացնում է կախվածություն, ձգողականություն, այդ էյֆորիկ վիճակները, որի պատճառով մեծ հորմոնալ այդ պատոկը, որ տեղի է ունենում, հորմոնալ ֆոնը, որ առաջանում է մարդու մոտ, անձը զգում է, որ դիմացինի հետ նույն ալիքի վրա է, օրինակ նույն այդ ձգողականությունը դիմացինի նկատմամբ, այդ հաճույքի զգացողությունը արտադրում է դոֆամինը, որը հաճույքի հորմոնն է, եւ հենց այդ էյֆորիկ վիճակները կախվածություն է առաջացնում։ Դրա համար էլ հաճախ սիրահարվածությունը շատ նմանեցվում է կախվածության։ Կամ օրինակ արտադրվում է ադրենալին, նորադրենալին եւ դու դիմացինի նկատմամբ զգում ես այդ անհանգստությունը, սրտխփոցը, լարվածությունը Դրա պատճառով նորից ասում ես իր ներկայությամբ ես չեմ դիմանում, վատանում եմ, ձեռքերս սկսում են դողալ, որովհետև նորից հորմոնալ բաներ են տեղի ունենում, հա, կամ այդ ֆիզիկական հպումների ժամանակ, երբ որ գրկախառնություն է տեղի ունենում, համբույրներ, ինտիմ հարաբերություններ,
այդ ամբողջը ենթադրում է հորմոնալ շատ լուրջ տեղաշարժեր մեր մարմնում, որի պատճառով մենք ձգվում ենք դեպի այդ անձը։ Այ այստեղ մի նուրբ նկատառում այդ շեմը ինչպես կարողանալ զգալ, որովհետև այս բոլոր նշանները, որ թվում են եւ զգում ենք, երբեմն ասում են դա իրական սիրո հետ կապ չունի, դա գիրք է, դա անցողիկ է, դա համակրանք է։ Դա միգուցե սիրո հիմքն է, որ հետո դա վերածվելու է սիրո, թե այնուամենայնիվ դա կարող է չվերածվել։ Շատ հաճախ հատկապես մեծերից լսում ենք, որ ասում են սերը բոլորովին ուրիշ բան է, սերը այդ զգացողությունների հետ կապ չունի, սերը ավելի ըմբռնող, հասկացող, դա հարգանք է, դա ընկերություն է։ Հասկանանք սա տանում է դեպի սիրո։ Կարող է տանել, եթե կարող է ոչ միայն տանել սիրո, կարող է նաև տանել շատ երկարատև կայուն ապահով հարաբերությունների, եթե ռացիոնալ բաղադրիչը չի տուժում այդ մեր կոգնիտիվ դաշտը, հա, մտածողությունը, վերլուծությունը, որ բացի իմ զգալուց ես հենց հիմա մի դեպք հիշեցի, որ մեր բարեկամներից մեկը on-line հարթակում շփվել էր մի աղջկա հետ եւ որոշել էին հանդիպել եւ ամուսնանալ։ Այսպես մենք բոլորը սպասում ենք իրենց նշանադրության համար սրահը վարձված է եւ այլն։ Օդանավականում նրանք հանդիպեցին, տղան այսպես տխուր եկել էր տուն, ասեցին ինչ ա եղել, ասեց սիրտս թք չրավ։ Այսինքն, եթե միայն հենվել այդ սրտխփոցի վրա, շատ վատ բաներ կարող են տեղի ունենալ, բայց եթե կա այդ ներգրավվածությունը ֆիզիոլոգիական առումով, բայց նաև անձը կարողանում է ռացիոնալ նայել այս անձը ով է, ինչ ընտանիքից է, ինչ մշակութային ժառանգություն ունի, ինչ արժեքների կրող է եւ այլն, այդ ամբողջը կարող է տանել սիրո, բայց ինչ է սերը, այդ հարցին եթե փորձեմ ամփոփ պատասխանել, իմ կարծիքով սերը զգացմունք չէ, սերը որոշում է։ Որտեւ նույն ամուսնական հարաբերություններում ովքեր ամուսնացած են գիտեն, կարճ ժամանակ անց էմոցիոնալ ֆոնը ետին պլան է գնում, եթե չասեմ շատ հաճախ անցնում է օրեր շարունակ, դու կարող ես ոչինչ չզգալ էմոցիոնալ մակարդակում։ Ինձ թվում է այն սրտխփոցները եւ այն զգացողությունները, որ քիչ առաջ դուք նշեցիք, դա գտնվում է մարդու ենթագիտակցության մեջ, որովհետև շատ հաճախ պետք է ասել, որ սա ներկայացումից եմ ես հիմա ցիտում, այդտեղ մի տեքստ կա, որտեղ ասվում է ենթագիտակցությունը գիտի այն, ինչը դժվարանում է հասկանալ գիտակցությունը։ Հիմա այս դեպքում նման ենթագիտակցական, հեքիաթային ու կախարդական զգացողություններ տեսնում ենք բազմիցս, որ ունենում են այն մարդիկ, ովքեր օրինակ 17-ից 25 տարեկան տարիքային շեմում են գտնվում, բայց ավելի արդեն հասուն տարիքում շատ հաճախ մարդիկ այս ամենին նայում են գիտակցաբար։ Օրինակ այդ սրտխփոցը չզգալով կամ անհանգստություն լավ իմաստով չզգալով, բայց շատ հստակ գիտակցելով, որ այդ աղջիկը կամ տղամարդը լավ մարդ է, ազնվայր է, գեղեցիկ է, լավ մտածողություն ունի եւ արժե նրա հետ ընտանիք կազմել ու շատ հաճախ այս հիմքով են կազմվում ընտանիքներ։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այդ առաջին սիրո անմոռանալի զգացողությունները իսկապես արդյոք բնորոշ են այդ տարիքային հատվածին, թե ամեն դեպքում շատ ավելի հասուն մարդիկ միևնույն է դա կարող են զգալ, եթե գտել են այդ մարդուն։ Հիմա շատ թերապևտիկ բան պիտի ասեմ, որովհետև անկախ տարիքից մենք կարող ենք այդ քիմիան, ճակերտել, զգալ ցանկացած տարիքում եւ անգամ շատ վտանգավոր մարդկանց նկատմամբ։ Եթե խոսեմ կանանց մասին, կանայք շատ ուժեղ էմոցիոնալ շարժ են զգում այնպիսի տղամարդկանց նկատմամբ, ովքեր հարբեցող են, թմրամոլ են, շատ աղջիկների կանանց հետ փորձառություն ունեն, ինչու, որտեղ այդ տղամարդիկ գիտեն ինչպես գրավել։ Եվ իրենք երբ որ հանդիպում են մի տղամարդու հետ, ում հետ ումից արժի երեխաներ ունենալ, արժի իր հետ ծերանալ, այդ տղամարդը այնքան անփորձ է, այնքան կաշտկանված, որ քո մեջ ոչ մի բան չի առաջացնում։ Եթե մենք հասուն տարիքում գնանք այդ այ թիթեռնիկներ, փշաքաղվեցի, սիրտս խփեց, մենք կարող ենք այնպիսի ողբերգական որոշումներ կայացնենք, որ դա կարճաժամկետ լինի։ Եվ այսօր մենք ինչ ենք տեսնում 21-րդ դարում։ Սիրտս խփում է ամուսնանում, ել չի խփում ամուսնալուծվում եմ։ Եվ մարդիկ ունեն 3, 4, 5 անգամվա ամուսնալուծության փորձառություն։ Ամփոփելով ես կարող եմ շատ բան զգալ, բայց որքան անձը հասունանում է, արդեն իրեն զգացմունքները չեն առաջնորդում, այլ մտածողությունը, ռացիոնալ կողմը։ Ես միշտ աղջիկներին ասում եմ, այն ինչի մասին դու հիմա խոսում ես, օրինակ, ամուսնացածը սիրահարվել է, ուզում է ամուսնալուծվել, կամ սիրահարված է այնպիսի անձի, որի հետ ամուսնանալ ուղղակի դատավճիռ է կործանման։
Ես ասում այն ինչի մասին դու հիմա խոսում ես, կարող էիր խոսել 18-ում, 20-ում, լավ 25-ում, բայց դրանից ավելի հասուն տարիքում անկարելի է, որ մարդը որոշում կայացնի, գնա այդ հարաբերություններին զգացմունքներով եւ այլն։ Այո, կարող ենք զգալ ցանկացած տարիքում, բայց արժի որ դրանք մեզ առաջնորդեն։ Դրա համար արդեն կա գիտակցություն։ Այո, ի վերջո բարդ մեխանիզմ է, սերն էլ, եթե սիրահարվածությունը պարզապես քիմիա է, հա, սերը կարող ենք ասել շատ բարդ բանաձևերի համադրում է, որ ոչ բոլորն են կարողանում լուծել եւ գտնել ի վերջո, բայց գտել են, արդեն ընտանիքում են, կենցաղային, առօրյա խնդիրներից իհարկե խուսափել չի լինում, ասում են, չէ, սիրո մասին պետք է հոգ տանել, խնամել սիրո մասին, այդ դա ինչպես է պետք անել։ Նախ շատ կարևոր է, որ ամեն մանրուքի մասին զույգերը պայմանավորվեն, որովհետև ամուսնական հարաբերություններում ամեն մեկը բերում է իր մոդելը։ Բաներ կա, որ օրինակ աղջկա կյանքում, աղջկա հայրական ընտանիքում դա անթույլատրելի մի բան է եղել եւ իր ընկալման մեջ դա չի կարելի է, բայց նույն այդ երևույթը տղամարդու ընտանիքում թույլատրելի մի բան է եղել։ Եվ ինքը եկել է հենց այդ հիմքով, որ դա կարելի է։ Եթե զույգերը այդ մասին չեն պայմանավորվում, չեն խոսում, իրենք կարող են շատ լուրջ բախումներ ունենալ կենցաղային կյանքում, այսինքն ցանկացած հարցի շուրջ պայմանավորվել։ Եվ շատ կարևոր է նախամուսնական փուլը ձյաննա։ Հայաստանում մենք դրա մասին քիչ ենք խոսում, բայց այսօր շատ լուրջ, տեսեք, մենք փոքրիկ հարցադրում կատարեցինք, ինչ է սիրում ուտել, եւ այս փոքրիկ հարցադրումը շատ բաներ դուրս բերեց։ Այսօր շատ լուրջ տեստեր կան, որոնք անձը պետք է անցնի ամուսնությունից առաջ զույգով։ Եվ այդ տեստը կարող է դուրս բերել իրենք համընկնում են թե ոչ։ Համատեղելիություն։ Եթե անձը լուրջի է առնում իր ընտրությունը, ինքը միջև ամուսնական փուլը շատ հարցեր կբարձրացնի, որտեղ ենք ապրելու, ինչպես ենք ապրելու, ինչպես ենք վերաբերվելու մեր ծնողներին, ինչպես ենք դաստիարակելու մեր երեխաներին, ինչպես ենք պատկերացնում մեր ընտանիքի մոդելը ավտորիտար ոճի, թե ժողովրդավար ոճի, ինչպես ենք պատկերացնում դավաճանության փաստը, ինչն ենք համարում դավաճանություն։ Եթե այս ամենի շուրջ մենք չխոսենք նախամուսնական փուլում, ինչ է սպասվում մեզ ընտանիքում։ Բախումներ ու շատ հաճախակի։ Ասում են ընտանիքն էլ չէ, պետության երկրի մանրակերտն է, կարող ենք նաև զուգահեռներ տանել, որ բոլոր ոլորտերում պետք է լինի այդպիսի գիտակից մոտեցում։ Այո, հիմա օրինակ բերեմ, եթե մենք աշխատում ենք մի կազմակերպությունում, այդ կազմակերպությունը ունի իր օրենքները, չէ, իր մշակույթը։ Մենք շատ լավ գիտենք, որ այս թիմում այսինչ բանը եթե ես անեմ, ինձ աշխատանքից կհեռացնեն։ Իսկ այսինչ բանը եթե ես անեմ, իմ պաշտոնը կարող եմ բարձրացնել։ Նույնը ընտանիքում է։ Կան հստակ օրենքներ, երբեք չենք պահում այդ կանոնները, այո, որպես կանոն, որովհետև սպառնալիքը այնպեսին չէ, ինչպեսին ենթադրենք աշխատանքից դուրս հանելը։ Գուցե մեզ թվում է, որ այդպեսին չէ, բայց եթե այդ խախտումները լինում են, փոքր-փոքր անդառնալի բաներ են տեղի ունենում մարդու ներսում։ Նույն դավաճանության պարագայում կարող են անդառնալի բաներ տեղի ունենալ։ Ընտանիքներից հայրական տան օրինակից խոսեցիք, մի այսպիսի հարց առաջացավ ինձ մոտ, հարց ունեիր կներեք, այ դու մի փոքր վատառող չես ու կարող ես լռել։ Շատ ենք լսում, չէ, երբ ասում են թե աղջիկը, թե տղան իր համար զուգընկեր ընտրում է ենթագիտակցորեն կրկին հայրիկի կամ մայրիկի օրինակով։ Կա այստեղ որևէ ճշմարտություն եւ ինչ նմանության մասին է խոսքը։ Երբեմն մենք ընտրություն ենք կատարում ելնելով մեր ներքին տրավմաներից, չբավարարված պահանջմունքներից կամ ասոցիատիվ կապերից։ Մեր ուղեղը ունի այդպիսի բաղադրիչ, որտեղ կուտակում է փորձը, կենսափորձը, դա կոչվում է ապերցեպցիոն զանգված։ Հա, օրինակ, եթե ես մեկ անգամ վերցրել եմ գրիչը եւ բացահայտել եմ, որ գրիչը սա է եւ այսպես է աշխատում, ամեն անգամ ես տեսնելով գրիչ չեմ ասում, սա ինչ է եւ նորովի բացահայտում եմ գրիչը։ Ես արդեն ունեմ իմ մեջ փորձառություն, որ սա գրիչ է։ Սա մեզ օգնում է, որովհետեւ մենք ամեն վայրկյան նորովի չենք բացահայտում աշխարհը, բայց նաեւ խանգարում է, որովհետեւ այդ փորձառությամբ մենք չենք կարողանում տեսնել նորը։ Եվ սովորաբար ինչ փորձառություն մարդը ունի իր կյանքում, այդ նույն փորձառությամբ ինքը այդ նույն շաբլոնով, այդ նույն մոդելով անընդհատ կարծես կրկնվում է նույն պատմությունը, թեև իր հայրը կարող է եղած լինել հարբեցող, բայց պտտվի գնա ճիշտ իր հայրիկի նման մեկին ընտրի, որտեղ այդ երեխան օրինակ շատ լավ գիտի ինչպես իրեն դրսևորել նմանօրինակ տղամարդու կամ լրիվ հակառակը։ Այն վախից ելնելով կարող է լրիվ հակառակ Եթե գիտակցական մակարդակում մերժել է այդ մոդելը, հա, որ ես չեմ ուզում,
ինքը գիտակցաբար մերժել է կամ գուցե գիտակցաբար չի եղել, բայց այդ մոդելը մերժել է։ Կարող է այո, լրիվ մյուս բևեռում հայտնվել, բայց սովորաբար մենք գնում ենք, պատկերացրեք ինչքան պետք է գիտակցված մենք լինենք, որ այդ ասոցիացիաներով չապրենք, այդ կապերը, որոնք այդ նեյրոնային ուղիները, որոնք այն մանկության շրջանից ձևավորված են մեր ներսում, դրանք այսօր ընկած են մեր վարքի հիմքում։ Եվ հենց այդ ինքնաճանաչումը, ինքնաբացահայտումը, այդ որ ասում է գենթագիտակցությունը տեղյակ չի, գիտակցությունը թե ինչ կա այնտեղ, հասուն է այն մարդը, ով փորձում է իր ներսում կատարվող process-ները ջանքի միջոցով բերել գիտակցություն։ Դու պետք է տեղյակ լինես ինչ կա քո ներսում, փորձես տեղյակ լինել։ Մի քիչ ավելի մեծացնենք ու ընդհանրացնենք թեման, ես առաջարկում եմ խոսել հետևյալի մասին, մի քիչ ավելի գլոբալ դարձնենք այս թեման։ Ժամանակին կար մի ժամանակահատված, որտեղ մարդիկ առաջնորդվում էին գաղափարախոսություններով, որ ուներ իր դրական ու բացասական ազդեցություն այդ միանշանակ։ Բայց այսօր փորձում ենք վայելել ժողովրդավարությունը եւ ցանկացած գաղափարի կարեւորությունը եւ արժեքը մենք հասկանում ենք, որ գնալով դառնում է ամենացածրը։ Իսկապես դա այդպես է։ Հիմա եթե մենք նայենք ամերիկյան ու եվրոպական ընտանեվարության մշակույթին, ապա գուցե այնտեղ շատ նորմալ երևույթ է ու բոլորն են ազատ անկախ տարիքից, ավագ սերունդ ենք միջին, թե երիտասարդ ու սրտի թրթումները դեռ կան եւ այլն եւ այլն։ Բայց արդյոք մեզ մոտ մենք պատրաստ ենք այդ ազատությանը եւ ըստ ձեզ սիրելյանի արդյոք մեզ մոտ ընտանիք գաղափարը եւ արժեքը այսօր չի ցածրանում նման ամուսնական կապերով, հետո ամուսնալուծություններով եւ այլն, որովհետեւ ի վերջո սիրելի երիտասարդներ մենք մտնում ենք հայ առաքելական եկեղեցի, ստանում ենք Աստծո օրհնանքը, սա թերևս ամենակարևոր խորհուրդն է ընտանիք կազմելու մեջ ու երբ որ ասում ենք մենք ընտանիք ենք կազմում, արդեն պիտի այստեղ հասկանանք բանի լրջությունը, էությունը, կարևորությունը ու ամեն մի դժվարություն չփորձենք նայել այն հիմքը, որից հետո մենք ասենք դե լավ չի ստացվում եւ մենք բաժանվում ենք։ Ինչ կասեք ժամանակակից լինելու, ժամանակակից մտածողության, ազատ մտածողության ու այս կարևոր արժեքների, գաղափարների բախման հետ կապված։ Փորձեմ ձեր հարցին պատասխանել եւ մշակութային եւ կրոնական դաշտը հաշվի առնելով։ Եթե մենք գնում ենք կրոնին, եկեղեցում մենք ուխտ ենք կնքում ամուսնական եւ ասում ենք հնազանդ եմ, կինը ասում է հնազանդ եմ։ Իսկ տղամարդը ասում է տեր եմ։ Եվ երբ որ մենք գնում ենք Սուրբ Գրքին քրիստոնեության, մենք այնտեղ շատ լավ տեսնում ենք, որ տղամարդը կանչվել է սիրելու։ Եվ սովորաբար, կարծում եմ համաձայն կլինեք ինձ հետ, շատ ավելի հեշտ է հնազանդ լինելը, քան սիրելը։ Տեր լինելը, որովհետև նաև Եվ եթե մենք վերցնում ենք այս ամբողջից միայն իշխելու միտումը, դա բերում է անհավասար մթնոլորտ հարաբերությունների մեջ եւ արդյունքում կամ քո դիմացինը երջանիկ չէ, որովհետեւ այդ անհավասար ուժի կիրառման պարագայում ինքը ուղղակի խեղդում է իր ձայնը, իր կամքը, իր կարծիքը, իր տեսակը, կամ պարզապես ինքը ինչ որ մի փուլում հեռանում է։ Իսկ այսօր կինը այնքան կայացած է, որ եթե ինչ-որ ժամանակաշրջանում նա չէր հեռանում, որովհետև առանց տղամարդու սոցիալական իր բարեկեցությունը պատկերացնել հնարավոր չէր, այսօր առանց տղամարդու կինը կարողանում է շատ ավելի լավ գլուխ անել կյանքից, հետևաբար շատ հանգիստ կարողանում է հեռանալ։ Մենք չենք կարող պահել այդ նախկին մոդելը, ինչու, որովհետև կնոջ այս ինքնուրույնությունը արդեն իսկ գործնականում հնարավոր չի դարձնում իրեն այդպես իշխելու ցանկությունը։ Եվ հետո մենք այն ժամանակ կարողանում ենք այդ ավտորիտար դիրքը մեր երկրում պահել, որտեղ մենք շփվում էինք այնպիսի ժողովուրդների հետ, հա, արաբներ, քուրդեր, պարսիկներ եւ այլն, որ այնտեղ այդ իսլամական մշակույթի մեջ կինը ենթակա էր։ Բայց հիմա թեկուզ այս կապը այլ ազգի հետ, եվրոպացի, Ամերիկա եւ մենք արդեն տեսնում ենք ուրիշ մոդելներ եւ սերնդես սերունդ փոխակերպվում է։ Տեսնելով այս մշակույթը մենք փորձում ենք վերցնել շատ ավելի բացասականը, քան դրականը, ըստիս։ Բայց ինչու ընդհանրացնել։ Շատ զույգեր գուցե կարողանում են վերցնել առողջ մասը այդ ամբողջի, որովհետև մինը նախկին փորձի մեջ էլ է եղել բացասականը։ Իսվում է այս ամբողջ խմորումների մեջ ի վերջո կծնվեն շատ լավ ընտանիքներ, որտեղ ամեն մեկը կհասկանա, որ իրավունքի առումով իրենք հավասար են։ Ճիշտ է, գործառույթների ֆունկցիոնալ առումով մենք հավասար չենք, կին եւ տղամարդ, բայց իրավունքի առումով բոլորն են հավասար, անգամ երեխաները ծնողների հետ հավասար
հարթակի վրա են, այո։ Այս պայմաններում ասում են, որ նաև սերն է արժեզրկվել, սիրո ուժն է թուլացել, հետաքրքիր է սա էլ կա, թե պարզապես ժամանակի թելադրանքն է, ժամանակի փոփոխությունները, ինչպես նոր քննարկեցինք, որովհետև դիրքերն են աստիճանաբար սկսել բարելավել, հավասարվել, նաև ինքնարտահայտման, դրսևորման տեսանկյունից կինը ավելի այսօր կայուն դիրքերում է, կարող ենք ասել, սերը այդ դեպքում երբ ասում են սերը անհաղթ է, սերը կարող է ցանկացած փորձություն հաղթահարել, այս պարագայում նաև կարող ենք ասել, որ սերն է թուլացել եւ ինչ որտեղ արժեզրկվել։ Ես ձերքից տակ ինչ-որ հետազոտություն չունեմ, որ հստակ պատասխանեմ, բայց իմ կարծիքով նախկինում էլ են այդ բոլոր ռիսկերը եղել։ Պարզապես նախկինում հեչ պայման չէր դու ինչ ես զգում։ Անկամ մարդիկ ամուսնացել են հարց չտալով, իսկ ես սիրում եմ։ Իսկ այսօր մեր օրերում մարդիկ գնում են ինքնաճանաչման այդ մշակույթին եւ մարդիկ փորձում են հասկանալ ես ինչ եմ զգում, ես ինչ եմ ուզում, ինչու եմ անում այն ինչ անում եմ։ Իսկ այս շատ կարևոր, բայց նաև վտանգավոր հարցադրումները երբեմն բերում են ոչ ցանկալի հետևանքների։ Հիմա կարող ենք ասել մեր օրերում սերը պակասել է, որտեղ ամուսնալուծություններն են շատ սայա շատ Իսկ գուցե մեր օրերում պարզապես մարդիկ սկսել են բարձրաձայնել կամ մտածել իրենց զգացողության մասին, որը չի եղել նախկինում։ Եվ սիրել նաև իրենց անձը։ Սիրել իրենց։ Ամեն դեպս այս ամենի խաչմերուկում կարելի է մի պարզ բան հասկանալ, որ սիրենք թե չսիրենք, արտահայտվենք թե չարտահայտվենք, պաշտպանենք կանանց թե տղամարդկանց իրավունքները, միևնույն է, իսկապես կա մի կարևոր բան, որ պետք է միշտ արժևորել գաղափարը, գեղեցիկը եւ այն խորհուրդը, որը օրհնված է նաեւ Աստծով։ Այդ իսկ առիթով միշտ կարևոր ենք ընտանիք ու բոլոր այն մարդիկ, ովքեր կազմել են ընտանիքներ, այդքան հեշտ մի բաժանվեք ձեր իսկ ստեղծած ամենաջերմ ու ամենատակ անկյունից, որովհետեւ հիմք ընդունելով այն օրինակելու գեղեցիկ մարդկանց, ովքեր կազմել են ընտանիք ու ունեն շատ տասնյակ տարիների ամուսնական ու ընտանիքի ստեղծման կենսագրություն, կարելի հասկանալ, բա ինչպես եղավ իրենց մոտ այսքան լավ, իսկ մեզ մոտ չստացվեց։ Դե տեսեք, թե ինչպես ստացվեց։ Ընդհանրապես մի քանի կարևոր գրավականներ կան երևի, որ պետք է պահել ու պահպանել։ Նախ ճիշտ է, ճիշտ ընտրության հետ կապված համամիտ եմ, պետք է թրթիռ զգաք, պետք է սիրեք այդ մարդուն, պետք է վատ չզգաք նրան զիջելուց, սա շատ կարևոր է։ Մեծագույն հարգանքը, նվիրումը, կարծում եմ նաև ժպիտը իրար պարգևելը, սրանք կարևոր բանաձևեր են, լավ խաղաղ ընտանիք։ Հարազատ թեմա է քեզ համար, այսպես լսում եմ, հասկանում եմ, որ քան կուտակ էմոցիաներ ունեն։ 13 տարիքում, երբ որ կազմեցի ընտանիք, ես 22 տարեկանում հասկացա, որ դա սուրբ բան է եւ չի կարելի պարզապես խաղալ ընտանիքի հետ։ Մատների արանքով նայել այդ գաղափարը։ Երանի ձեր կնոջը։ Այո, ու Երանի մարդկանց, ովքեր այդպես կմտածեն, Երանի նաև ձեզ։ Այո։ Մենք երեխաներով հարաբերություններում, այո, ֆիքսենք, որ կարևորը սերն է, որովհետև մնացած թղթաբանական կլինի, ցանկացած ձևակերպումներ կլինեն, դրանք անիմաստ են, եթե չկա այդ սերը։ Այո, սեր ամեն ինչի նկատմամբ։ Այո։ Շնորհակալություն Անի, մենք շատ սիրում ենք ձեզ եւ միշտ ուրախ ենք, երբ մեր տաղավարում եք։ Տաղավար ձեզ ուղարկում ենք, սիրելի Անի, կրկին շնորհավորում ենք։ Եվ ստացել ենք, այո։ Այո։ Միասյակ կամփոփենք վաղը իհարկե մեր եթերում, բայց ճիշտ ժամանակին եք եկել։ Ձեզ օրվա դրական ու հրաշալի շարունակություն, սիրելի Անի Բարսեղյան։ Մենք էլ սիրով համակված ընկերներ շարունակում ենք մեր ընթացքը, մնացեք մեզ հետ, րոպեներան շարունակում ենք, խնդրեմ։